Ժողովուրդ օրաթերթը գրում է. իր տեղեկություններով կառավարության ներսում տիրում է անորոշ եւ խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել եւ վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացումներ չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն արդեն հանձնարարական կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ մոտ 90%-ով նոր աշխատակազմ ձևավորի։ Հրապարակը գրում է. վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանն ըստ թիմում շրջանառվող լուրերի չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ։ Նա փորձել է գոնե ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար դառնալ, բայց չի ստացվել եւ հիմա փորձում է իր դիրքը նվաճել դե ֆակտո, դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին։ Մի աղբյուրի վկայությամբ Նիկոլ Փաշինյանն անգամ նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանը ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլև Արայիկ Հարությունյանը ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով։ Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում։ Հարությունյանը որոշներին իբր պարզաբանել է, թե ցանկացել է որպես պատգամավոր ելույթ ունենալ, բայց գրանցվել չի հասցրել։ Այդ պատճառով էլ խնդրել է, որ ամփոփիչ ելույթն ինքն ունենա խմբակցության անունից եւ Մանավազյանն էլ դեմ չի եղել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի ազգային ժողովի 9-րդ գումարման ձևավորումը միայն հերթական խորհրդարանական ցիկլի մեկնարկը չէ, թեև արտաքինից տեղի ունեցած փոփոխությունները կարող են թվալ տեխնիկական, նոր նախագահ, նոր ղեկավար կազմ, հանձնաժողովների վերաբաշխում, իրականում գործընթացը շատ ավելի խորքային է։ Ռուբեն Ռուբինյանի ընտրությամբ Նիկոլ Փաշինյանն ըստ էության սկսում է իշխանության նոր ճարտարապետության կառուցումը, որտեղ խորհրդարանը պետք է ոչ միայն օրենսդիր մարմին լինի, այլև քաղաքական վերահսկողության նոր հենակետ։ Ռուբեն Ռուբինյանը վերջին տարիներին հանրության համար ասոցացվել է առաջին հերթին արտաքին քաղաքականության, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Սակայն նրա տեղափոխումը ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակում է, որ վարչապետը նրան վստահում է արդեն ոչ թե միայն դիվանագիտական, այլև ներքաղաքական կարևորագույն դեր։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից ոլորտում տիրող բարձի թողի իրավիճակի համար եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ։ Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար յուրային թեկնածու չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները որպես կանոն պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին, նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը միայն զորքի բարոյաքեբանական հարցերով զբաղվի։ Բանակի առջև դրված մարտական խնդիրները լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված, պոստերում էլ վատ վիճակ է։ Հրապարակ օրաթերթը գրում է. հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում քաղաքացիական պայմանագրի խայտարակ ֆիասկոից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված։ Նախապատրաստվում են աշնանը սպասվող թիմ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։ Չնայած գործող քաղաքապետն իշխանական է, սակայն համապետական ընտրությունների արդյունքներից հետո ՔՊ-ում խորն անվստահություն կա նրա նկատմամբ։ Համարում են, որ նա մնացել է Կարապետյանների մարդը, դավաճանել է իրենց եւ ձևականորեն է անցել իրենց կողմը։ Ավելին, կարծում են, որ նրա անգործության հետևանքով են այս համայնքում նման խայտարակ պարտություն գրանցել։ Հրապարակ օրաթերթը գրում է. հունիսի 25-ին Podcast with Կարամյան հաղորդմանը հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026 թվականի դեկտեմբերին։ Անցել է մի քանի ամիս եւ այժմ կարող ենք ասել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իրավիճակ է փոխվել։ Հրապարակի աղբյուրներն ասել են, որ նա նեղ շրջապատում վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը մնալու է։ Նիկոլն ասել է՝ կմնաս, կապ չունի ինչ ես ասել հարցազրույցում։